Ողջույն ձեզ, կրկին ձեզ հետ է միայն Սուրբ Գիրք հաղորդաշարը եւ այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք շատ կարեւոր թեմայի, խոսելու ենք Աստծո անունների մասին Ռուստամ Դավթյանի հետ։ Ողջույն Ռուստամ եղբայր։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Շատ լավ։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմայի ենք անդրադարձել եւ կրկին անգամ ուրախ ենք այդ թեմաների մասին խոսելու ձեզ հետ։ Եվ միանգամից անդրադառնանք առաջի հարցին։ Աստված մեկ անուն ունի, թե շատ են այդ անունները։ Նախքան Աստծո անուններին անդրադառնալը, կուզեմ ասել, որ Աստված անվան կարիք չունի, որովհետև Աստված մեկն է։ Տեսեք, մենք մարդկանց իրենց անուններով տարբերում ենք, չէ՞։ Երբ որ ասում ենք Դավիթ, մենք արդեն գիտենք, թե ով է Դավիթը։ Երբեմն մենք ազգանունների կարիք ենք ունենում, որովհետև Դավիթներն են շատ, բայց Աստված մեկն է եւ նա անվան կարիք չունի, բայց Աստծո անունները երբ որ ներկայացվում են, սրանք հատուկ իմաստ ունեն, դրանց մասին կխոսենք եւ Աստծո անունները բազմաթիվ են։ Դրանցից է Էլոհիմը, առաջի անունը, որով Աստված հանդես է գալիս, Յահվեն, Էլ-Շադայ, Ադոնայ եւ կարող ենք շատ թվարկել։ Այսօր դրանցից մի քանիսի մասին ավելի խորը կխոսենք։ Շատ լավ, շնորհակալություն պատասխանի համար։ Իսկ ինչու են Աստծո անունները շատ։ Աստծո անունները շատ են, որովհետև դրանք ներկայացնում են Աստծո բնավորությունը եւ որքան որ մենք այդ անունների հետ ծանոթանում ենք, այնքան ավելի լավ ենք կարողանում ճանաչել ճշմարիտ Աստծուն։ Օրինակ, Էլ-Էլյոն նշանակում է բարձրյալ Աստված, եւ երբ որ Ծննդոց գրքի մեջ ներկայանում է Աստված որպես Էլ-Էլյոն, այնտեղ ցույց է տալիս, որ ինքը բոլորից բարձր է, բոլոր թագավորներից էլ բարձր է եւ բոլորը իր իշխանության տակ են գտնվում։ Այսինքն յուրաքանչյուր դրվագում ներկայանում է Աստված, ցույց տալով իր հատկանիշները, իր զորությունը, իր ով լինելը։ Էլ-Շադայ նշանակում է ամենազոր Աստված։ Եվ երբ որ Աստված ներկայանում է որպես Էլ-Շադայ, Ծննդոց գրքի մեջ ներկայանում է Աբրահամին եւ նրա հետ ուխտ է կապում եւ նրան խոստում է տալիս, որ քեզանով բոլոր ազգերը կորտնեմ եւ քո սերունդը ծովի ավազի եւ երկնքի աստղերի չափ կշատացնեմ։ Էլոհիմ անվամբ, երբ որ Ծննդոց գրքի մեջ մենք տեսնում ենք, որ Աստված հանդես է գալիս, նա ներկայանում է որպես արարիչ Աստված, զորավոր Աստված։ Եվ երբ որ ներկայանում է որպես Յահվե, նա ներկայանում է որպես ուխտի Աստված։ Այսինքն մարդու հետ փոխհարաբերությունների մեջ նա ներկայանում է որպես Յահվե։ Օրինակ Ծննդոց գրքի մեջ առաջի գլխում նա ներկայանում է որպես Էլոհիմ, երբ որ ստեղծագործությամբ է զբաղվում։ Բայց երկրորդ գլխի մեջ, երբ որ արդեն մարդու մասին է խոսքը, այնտեղ ներկայացվում է որպես Յահվե։ Դեպքեր կան, որտեղ նաև օգտագործվում է Յահվե Էլոհիմ անունը միասին, եւ շատ տեղերում նաև ոչ միայն Աստված է ներկայանում իրեն հայտնում այդ անուններով, նաև մարդիկ են կոչում իրեն։ Օրինակ Յահվե Հիրե, Յահվե Ռաֆա, որից մեկը նշանակում է, որ Աստված բժշկող է, մյուսը Աստված հոգ է տանում։ Երբ որ Աբրահամը զոհ էր մատուցելու եւ Աստված ողջակեզի կարիքը հոգաց, նա այդ ժամանակ ասեց, որ Աստված հոգատար Աստված է։ Այսինքն ինքը բացահայտեց Աստծո էությունը եւ դա ներկայացվեց որպես Աստծո անուն։ Շատ լավ, շնորհակալություն պատասխանի համար Ռուստամ եղբայր եւ անդրադառնալով Աստծո անուններին, երբ որ խոսացինք Յահվե անվան մասին, կարող ենք Աստվածաշնչում հիշատակել այն հատվածը, որտեղ որ Աստված հանդես է գալիս հենց այդ Յահվե անունով, որովհետև երբ որ ուշադրություն դարձնենք մյուս ազգությունների մեջ, մնացած բոլոր աստվածներին եւս կոչում էին Էլոհիմ,
Սակայն ինչով է տարբերակիչ նշանը հրեաների պաշտած Աստծուն, ով հանդես եկավ որպես Յահվե, եւ ինչն է տարբերությունը մյուս աստվածներ, ովքեր որ նորից կոչվում են Էլոհիմ։ Այո, շատ լավ հարց է, եւ իրոք, երբ որ մենք տեսնում ենք Յահվե անունը, միայն Յահվե անվամբ հանդես է գալիս Իսրայելի Աստվածը, ճշմարիտ Աստվածը։ Աստծո մյուս անունները այլ ազգերի մեջ նույնպես օգտագործվում էր եւ նաեւ կուռքերին դիմելուց իրենք օգտագործում էին այս անունները, բայց Յահվե անունը բացառիկ էր նրանով, որ ինքը միայն օգտագործվում էր Իսրայելի Աստծուն դիմելուց եւ միակ անունն է, որը միայն Իսրայելի Աստծուն դիմելուց են մարդիկ օգտագործել։ Օրինակ, մենք տեսնում ենք, որ Ելից գրքի մեջ, երբ որ Մովսեսը Աստծուն ասում է, երբ որ ես գնամ Եգիպտոս, ում անունից ներկայանամ այնտեղ, ով է ինձ ուղարկել։ Եվ կարծես նա վախեր ուներ եւ ուզում էր այնպիսի անուն ասել Աստված, որ այդ անունից եգիպտացիները վախենային եւ Աստված իրեն ասեց ես եմ որ եմ եւ մենք տեսնում ենք հենց այս Յահվե անունը այստեղ, որը նշանակում է որ ես ինքնագոյ եմ, այսինքն չկա մի անուն, չկա մի բան, որի մեջ ես ինքս սահմանափակվեմ, որովհետեւ նա ուզում էր ճշմարիտ Աստծուն չափել Եգիպտոսի աստվածների հետ։ Աստված սրանով ցույց տվեց, որ անհնար է ինձ համեմատել այլ աստվածների հետ։ Ես եմ, որ կամ, ինձանից զատ ուրիշ մեկը չկա։ Եվ մենք այստեղ հատուկ ձևով տեսնում ենք Աստծո այդ ներկայանալու ձևը եւ շատ դրվագներում, երբ որ խոսվում է Իսրայելի ուխտի մասին, հստակ ընդգծվում է հենց Յահվե անունը։ Կուզեմ, որ Ելից գրքից մի հատված ընթերցենք, կխնդրեմ, որ բացես 6-րդ գլխի 2-ից 3 համարները ընթերցես։ Ելից 6-րդ գլուխ 2-րդ համար եւ Աստված խոսեց Մովսեսի հետ եւ ասաց նրան. Ես եմ Յահվեն։ Շարունակեք։ Եվ երևցա Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին ամենակարող Աստծո անունով, բայց իմ Յահվե անունով նրանց չհայտնվեցա։ Նաև նրանց հետ իմ ուխտը հաստատեցի, որ նրանց տամ Քանանի երկիրը, նրանց պանդխտության երկիրը, ուր որ պանդխտացան։ Տեսեք այստեղ ինչ է ներկայացվում, որ ասում է ես Աբրահամին ներկայացա Էլ Շադայ անունով, ամենազոր Աստված անունով, բայց չներկայացա Յահվե անունով։ Մենք Ծննդոց գրքի մեջ, երբ որ կարդում ենք, մենք տեսնում ենք Յահվե անունը։ Հետևաբար այստեղ ոչ թե խնդիրը ուղղակի անվան օգտագործման մեջ էր, այլ նա իր էությունը չբացահայտեց Յահվե անունով, որովհետև վերջապես մենք տեսնում ենք, որ այդ ուխտի իրականացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ Աստված Եգիպտոսից Իսրայելի ժողովրդին դուրս հանեց։ Եթե մինչև այդ նա ներկայացել էր որպես ամենազոր Աստված, բայց այս տեղում մենք տեսնում ենք, որ նա իր անձը բացահայտեց, երբ որ Իսրայելի ժողովրդին դուրս հանեց Եգիպտոսից եւ իրենց ներկայացավ որպես Յահվե։ Օրինակ շատ հետաքրքիր խորհուրդ կա նաեւ Էլոհիմ անվան մեջ, մենք խոսեցինք նրա մասին, որ այն ներկայացվում է այն ժամանակ, երբ որ Աստված զորավոր գործեր է անում, օրինակ արարչագործության մեջ։ Էլոհիմ բառը նշանակում է աստվածներ, բայց շատ հետաքրքիր է, որ ինքը միայն հանդես է գալիս եզակի ձևով։ Օրինակ, ասվում է Աստվածները ստեղծեց երկինքն ու երկիրը։ Չի ասվում Աստվածները ստեղծեցին երկինքն ու երկիրը։ Օրինակ հենց այդ Ծննդոց գրքի մեջ, որ կարդում ենք, առաջին բառերը ասում է Ռեշետ բարա Էլոհիմ, այսինքն օգտագործվում է եզակի ձևը, բայց օգտագործվում է Աստվածներ անունը, որը հենց իր մեջ ունի խորհուրդ, որ Աստված եզակի է, մեկն է, բայց իր մեջ ունի սուրբ երրորդություն։ Մենք Էլոհիմ անունով կարողանում ենք նաև
բացահայտենք Աստծո երրորդությունը։ Շատ լավ, շնորհակալություն պատասխանի համար, Ռուստամ եղբայր։ Եկեք խոսենք Քրիստոսի մասին։ Մենք գիտենք, որ Քրիստոս Աստված է։ Դուք խոսեցիք նաև Յահվե անվան մասին, որ Աստված ներկայացավ Մովսեսին որպես Յահվե, ով գոյություն ունի, որպես ես եմ, ինչ կապ ունի Քրիստոսը Յահվե անվան հետ։ Սա շատ կարևոր հարց է, ինչու՞, քանի որ Աստվածաշնչյան տեքստը, մենք Նոր Կտակարանը գիտենք, որ գրվել է հունարեն լեզվով, եւ հունարեն լեզուն այնքան հարուստ չէր Աստծուն տարբեր անուններով բնորոշելու, այնքան որքան եբրայերենը, եւ Աստծուն բնորոշող շատ բառեր չունի։ Նոր Կտակարանի մեջ մենք երկու բառ ենք հանդիպում, որը բնութագրում է Աստծուն, մեկը Կուրիոսն է, մյուսը Թեոսը։ Եվ մենք տեսնում ենք սրա նաև կիրառումը, եւ եթե ուզում ենք հասկանանք, թե իրականում եբրայերեն որ բառով է հնչել այդ խոսքը, մենք պիտի համեմատական անցկացնենք 5 կտակարանի հետ։ Այսօր ես ընդգծել եմ հատվածներ Նոր Կտակարանում, որ Հիսուսը ներկայանում է, եւ նա ներկայանում է որպես Յահվե, եւ մենք միասին տեքստը ընթերցելուց կտեսնենք։ Եկեք ընթերցենք Հռոմեացիների նամակի 10-րդ գլխի 13 համարը։ Հռոմեացիս 10-րդ գլուխ 13 համար, վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե, կապրի։ Մենք այս տեքստի մեջ տեսնում ենք, որ հստակ խոսում է Հիսուսի անձի մասին, որ ով Հիսուսի անունը կանչի, կապրի, բայց եթե ուղղակի այդ բառը Կուրիոս բառն է, որ օգտագործվում է, իմաստը ամբողջական դու չես կարողանում հասկանալ տեքստի։ Այս հատվածի մեջ մենք հստակ տեսնում ենք, որ ներկայացվում է, որ Հիսուսը Տեր է, եւ այստեղ ուղղակի Տիրոջ մասին չի խոսքը, որը օգտագործվում է նաև մարդկանց մեջ, այլ Աստծուն բնորոշող։ Մենք սա հասկանալու համար պետք է գնանք Հովել մարգարեության 2-րդ գլխի 32 համարը ընթերցենք։ Եվ պիտի լինի, որ ամեն ով որ կանչե Տիրոջ անունը կփրկվի, որովհետև Սիոն սարի վրա եւ Երուսաղեմում փրկություն կլինի Տիրոջ ասածին պես եւ այն մնացորդների վրա, որոնց Տերը կկանչե։ Տեսեք, մենք այստեղ հստակ տեսնում ենք, որ Հիսուսը ներկայացվում է որպես Յահվե, ինչու, որովհետև նույն հղումն է Հռոմեացիների նամակի մեջ, երբ որ Պողոս առաքյալը ասում է, ով որ Տիրոջը կանչի կփրկվի, Հովել մարգարեության մեջ էլ ասվում է, ով որ Յահվեին կանչի կփրկվի։ Հաջորդ հատվածը կուզեմ, որ միասին ընթերցենք Փիլիպեցիների նամակի 2-րդ գլխի 10-ից 11 համարներն է։ Փիլիպեցիների թուղթ 2-րդ գլուխ 10-ից 11 համարները։ 10-ից 11 համարները, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ, երկնավորների եւ երկրավորների եւ երկրի տակ լինողների, եւ ամեն լեզու դավանե, թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Հիմա կխնդրեմ, որ Եսայա մարգարեության 45:23-ը կարդանք։ Ինձանով երթում արի, իմ բերանից արդարության խոսք դուրս եկավ եւ ետ չի դառնա, որ ինձ պիտի կրկնվի ամեն ծունկ եւ ամեն լեզու երթում անե։ Միայն Տերովը կա ինձ համար արդարություն եւ զորություն պիտի ասե, նրա մոտ պիտի գան եւ ամանչեն բոլոր նրա դեմ բորբոքվածները։ Մենք տեսնում ենք այս երկու հատվածների մեջ էլ, որ մի տեղում ասում է եւ ամեն ծունկ պիտի Քրիստոսի առաջ ծռվի եւ ամեն լեզու դավանի նրան, այն հատվածի մեջ Եսայամարգարեության մենք տեսնում ենք, որ Յահվեի առաջ ամեն ծունկ պիտի ծռվի, այսինքն Հիսուս Քրիստոսը հենց ինքը նույն Յահվեն է ներկայացվում։ Կուզեմ մի համար էլ ընթերցենք Հովանու ավետարանի 8-րդ գլխի 58 համարը։ Հովանեսի ավետարան 8-րդ գլուխ 58 համար։ Հիսուսը նրանց ասաց.
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, Աբրահամի լինելուց առաջ եմ ես։ Երբ որ մենք կարդում ենք մեր թարգմանության մեջ, մենք հստակ չենք կարողանում հասկանալ այս խոսքից հետո ինչի համար հрьяաները քարերը վերցրեցին եւ ուզում էին Հիսուսին քարկոծել եւ ասում էին, որ Հիսուսը Աստծո անունը հայոյում է, որովհետեւ մենք հայերեն տեքստի մեջ ուղղակի տեսնում ենք, որ ասում է ես Աբրահամից առաջ էի։ Կարելի է ենթադրել այստեղ, որ ուղղակի որ ինքը գոյություն ուներ մինչև Աբրահամը, բայց կուզեմ որ բացենք կարդանք Ղևտացիների գրքի 24 գլխի 16 համարը Ղևտացիների 24 այո 16 Ղևտացոց գիրք 24-րդ գլուխ 16 համար Եվ Յահվեի անունը հայհոյողը անպատճառ պիտի մեռցնվի, բոլոր ժողովն անպատճառ քարկոծեն նրան, ինչպես օտարականը, նույնպես եւ երկրածին Յահվեի անուն հայհոյողը պիտի մեռցնվի։ Տեսեք ստեղ հստակ ինչ է ասում է նա ով Յահվեի անունը հայոյի պիտի մեռնի, նրան պետք է քարկոծեն։ Այս հատվածում երբ որ Հիսուսը ներկայացավ, նա հենց այդ Յահվե անունով ներկայացավ, ես եմ, որը նաև Մովսեսին ներկայացավ այրվող մորենու մեջ, եւ նրանք հստակ հասկանում էին, որ եթե Հիսուսը ներկայանում է որպես Յահվե, նա եթե Յահվեն չի, ուրեմն պետք է իրեն քարկոծեին եւ սպանեին։ Դրա համար նրանք քարերը վերցրեցին եւ ուզում էին Հիսուսին քարկոծել։ Այսինքն հստակ մենք այս հատվածի մեջ տեսնում ենք, որ Հիսուսը ներկայանում է որպես Յահվե, բնագիր տեքստով ենք մենք դա կարողանում տեսնել։ Կուզեմ նաև հիշենք Թովմասի պատմությունը, այստեղ շատ մի հետաքրքիր ուսումնասիրություն եմ կատարել, որ երբ որ Թովմասը կարիք չկա բացելու, երբ որ Թովմասը տեսավ Հիսուսին հարուցյալ եւ Հիսուսը կանգնեց նրա առաջ, ինչ ասեց Թովմաս արի, տես եւ շոշափի, չէ՞ իմ վերքերը, տես որ ես եմ, եւ Թովմասը ինչ ասեց իմ Տեր եւ իմ Աստված։ Մենք այդտեղ տեսնում ենք կուրիոս ու թեոս բառերը, բայց մենք հասկանում ենք, որ այդ ժամանակ Թովմասը հունարեն չէր խոսում։ Իրականում թարգմանվել է որպես կուրիոս թեոս, բայց մենք տեսնում ենք, որ եբրայերենի այն արտահայտությունն է այստեղ օգտագործվում, որ 5 կտակարանում շատ հատվածների մեջ ասվում է Յահվե Էլոհիմը։ Կուզեմ մի քանի հատվածներ այսպես բացենք կարդանք, օրինակ Ծննդոց գրքի 2-րդ գլխի 4-րդ համարը Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծված ժամանակը, այն օրը, որ Տեր Աստվածը երկիրն ու երկինքը արավ։ Մենք այստեղ տեսնում ենք, որ ներկայացվում է որպես Յահվե Էլոհիմ։ Մեր թարգմանությունների մեջ գրված է Յահվե Աստվածը կամ հիմնական թարգմանությունների մեջ Եհովա Աստվածը, բայց բնագիր տեքստում այստեղ օգտագործվում է Յահվե Էլոհիմ արտահայտությունը։ Նույն կերպ նաև կարանք բացենք Սաղմոս 100-ը եւ 3-րդ համարը ընթերցենք։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստված։ Նա արավ մեզ եւ ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդը եւ նրա արոտի ոչխարներն ենք։ Տեսեք այստեղ նույնպես օգտագործվում է Յահվե Էլոհիմ անունը միասին եւ շատ բազում տեղեր կարող ենք մեր Աստվածաշնչերի մեջ հանդիպել, որտեղ որ օգտագործվում է հիմնականում Եհովա Աստվածը կամ Տեր Աստվածը, այս բոլորը օգտագործվում է Յահվե Էլոհիմ ձևով։ Եվ երբ որ Թովմասը դավանեց Հիսուսին, նա հենց այս խոսքերով դավանեց որպես Յահվե Էլոհիմ եւ սրանով նա ցույց տվեց, որ ճանաչեց Քրիստոսի իրական էությունը եւ ինչ ենք տեսնում մենք այդտեղ, մենք տեսնում ենք, որ Հիսուսը նրան պատասխանեց ու չասեց, որ գիտես դու ինչու ես ինձ որպես Յահվե Էլոհիմ ներկայացնում, այլ ասեց
Թովմաս, դու տեսար, նոր հավատացիր, բայց երանի նրան, ով չի տեսնի ու կհավատա, որ Հիսուսը Յահվե Էլոհիմն է։ Շատ լավ, շնորհակալություն, շատ լավ պատասխան հնչեց ձեր կողմից եւ եկեք գանք մեր այս թեմայի վերջի հարցին։ Ինչու է մեզ պետք այդքան խորը ուսումնասիրել Աստծո անունները։ Տեսեք, կուզեմ նոր կտակարանից մի տեքստ հիշատակել, որը մենք չենք կարող հստակ հասկանալ, եթե չուսումնասիրենք բնագիր տեքստը։ Հռոմեացիների նամակի մեջ ասվում է, որ ով որ Հիսուսին Տեր դավանի եւ սրտով հավատա, կապրի։ Եվ այստեղ հենց օգտագործվում է հենց այդ նույն բառը, որը Աստծուն է բնութագրում։ Այսինքն առաջին ընթերցողը, երբ որ այս ամենը կարդում էր, նա խնդիր անգամ չուներ, որ Հիսուսը Աստված է։ Հիսուսը ինքը հենց ներկայանում է որպես Յահվե, եւ շատ Աստծո մասին տեղեկություններ մենք չէինք կարող բացահայտել։ Վերջապես, եթե դրա անհրաժեշտությունը չլիներ, Աստված ընդամենը կներկայանար մեկ անունով։ Բայց երբ որ Աստված այսքան բազմաթիվ անուններով ներկայանում է, նշանակում է, որ մենք եթե ուզում ենք Աստծուն բավարար ճանաչել, իհարկե ամբողջությամբ չենք կարող ճանաչել, բայց այս բառերի անունների ուսումնասիրությունը մեզ շատ կօգնի, որ հնարավորինս շատ տեղեկություն ունենանք Աստծո էության մասին։ Շատ լավ, շնորհակալություն Ռուստամ եղբայր այս ժամանակի համար, որ տրամադրեցիք մեզ, շատ կարևոր նյութ էր մեր բոլորիս համար, որ մեր առջև ավելի պարզ դարձրեց Աստծո էության հատկանիշներ եւ այդ ամեն ինչը մենք տեսանք նրա անունների մեջ, որ այդ անուններով նա հայտնվում է Աստվածաշնչի մեջ։ Ընկերներ, հուսով եմ, որ ձեզ համար շատ կարևոր նյութ եղավ սա, եւ եթե դուք չեք ցանկանում բաց թողնել մեր հաղորդումներից որևիցե մեկը, ապա բաժանորդագրվեք ալիքին։ Աստված օրհնի ձեզ։